Շարունակում ենք մեր Կորինթացիների նամակը եւ այսօր պետք է ուսումնասիրենք 13-րդ գլուխ 4-ից 5 համարները։ Մի փոքր հիշենք, ինչ եղավ, 12-րդ գլխում Կորինթացիները անընդհատ մեկը մեկուն նախանձով էին լցված, թե այս մեկը լեզուներով է խոսում եւ բոլոր ուզում էին նմանվեին այդ մարդկանց եւ ինչ արեց Պողոս առաքյալը համատություններ տանելով նախասեց, որ գիտեք պարգևները, որը որ դուք նախանձում եք, դուք չեք կարող ունենալ, որովհետեւ Տերն է տալիս ամեն մեկին իր կամքով եւ առաքյալը շատ խիստ հանդիմանեց նրանց ասելով, որ միթե դուք առաքյալ եք, միթե դուք մարգարեներ եք, միթե դուք հրաշագործներ եք եւ լեզուներով խոսացողներ եք եւ այլն։ Եվ ի հակադրություն այս ամենին առաքյալը 13-րդ գլուխ 1-ից 3 համարներում ինչ էր ցույց տալի, որ դուք տենց խիստ նախանձախնդիր եք, այդ պարգևներին շատ եք ցանկանում այդ պարգևներն ունենալ եւ ինչ արեց 1-ից 3 համարներում ցույց տվեց, որ եթե անգամ չլսված, պարգևները եթե անգամ ես ունենամ, զորությունները ես ունենամ, բայց ես չունենամ ոչինչ եմ։ Եվ ինքը հիմա 4 համարից սկսած մինչև 13-րդ համարը բացատրում է, թե ինչպիսին պետք է լինի իրապես, Քրիստոսով լցված մարդը, Քրիստոսի եկեղեցին, որը խիստ բացակայում էր Կորինթոսի եկեղեցում, որտեվ նրանք ընդհանրապես եղբայրների քույրերի հանդեպ ընդհանրապես սեր չեն ցուցաբերում եւ այդ խնդիրը ավելի էր մեծանում նրանց մեջ, եւ Պողոսը իր այս գեղեցիկ խոսքերով նրանց ցույց է տալիս, թե ինչ է իրական սերը։ Նրանք միգուցե խոսում են, պիտի սիրենք, այսօրվա շատ եկեղեցիների պես վստահ են, որ նրանց մեջ էլ կային սեր, սիրում ենք, բայց չեն գործում, չեն կիրառում ընդհանրապես իրենց կյանքի մեջ։ Այսպիսով եկեք կարդանք 4-ից 5 համարները, 13-րդ գլուխ առաջի Կորինթացիների 4-ից 5 համարները։ Սերը համբերող է, բարի է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, հեշտությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում։ Այո, այս երկու համարները պետք է ուսումնասիրենք այսօր, ինչքան էլ փորձում ենք խտացնենք, բայց չի ստացվում։ Ուրեմն նախորդ հատվածը 1-ից 3 համարները նկարագրում է սիրո բացակայության հետևանքով առաջացած դատարկությունը, իսկ 4-ից 5 համարներում մենք գտնում ենք սիրո լիության ամենաընդգրկուն աստվածաշնչյան նկարագրությունը։ Պողոսը սիրո լույսը զտում է պրիզմայի միջոցով եւ մենք տեսնում ենք դրա 15 գույներն ու երանգները։ Սիրո գույների ամբողջ գաման ենք տեսնում։ Ներկայացվածներից յուրաքանչյուրը ներկայացնում է ագապե սիրո կողմերից մեկը, որակներից մեկը։ Օրինակ, հուներենում այստեղ թարգմանված սիրո բոլոր որակները նկարագրում են բայերի միջոցով, այսինքն ներկա ժամանակով, որ այսինքն հիմա դու սա պետք է անես։ Այսպիսով բնօրինակ տեքստը կենտրոնանում է ոչ թե սիրո սահմանման վրա, այլ նրա վրա, թե ինչ է այն անում եւ ինչ չի անում։ Այսօր կտեսնենք 4-ից 5 համարները, որտեղ նկարագրված են 9 հատկանիշները։ Ագապե սերը ակտիվ է, ոչ թե վերացական կամ պասիվ։ Այն պարզապես չի զգում երկայնամտության զգացում, այլ իրականացնում է այն։ Այն պարզապես լավ զգացմունքներ չի ունենում, այլ բարի գործեր է անում։ Այն պարզապես չի ընդունում ճշմարտությունը, այլ ուրախանում է ճշմարտությամբ։ Սերը լիարժեք է միայն այն ժամանակ, երբ գործում ես, երբ գործի ես դնում։ Եկեք կարդանք առաջու Հովանու 3-րդ գլուխ 18 համարը, այսպես է ասում.
Որդյակներ, խոսքով եւ լեզվով չսիրենք, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Պողոսը սերը կարծես ֆիլտրի միջով է անցկացնում, ոչ թե գիտական վերլուծություն անելով, այլ մեզ համար դրա ամբողջությունը եւ հարստությունը հասկացնելու եւ կիրառության մեջ հեշտացնելու համար։ Մեզ համար դժվար է իսկապես հասկանալ, թե ինչ է սերը, մինչև չսկսենք ուսումնասիրել եւ կիրառել դրա հատկությունները մեր կյանքում։ Սակայն սա վերաբերվում է ամբողջ Աստծո խոսքին։ Պողոսի գլխավոր նպատակը պարզապես կորինթացիներին հրահանգելը չէր, այլ նրանց կենսակերպը փոխելն էր։ Նա ուզում էր, որ կորինթացիները ուշադիր եւ անկեղծորեն քննեն իրենց կյանքը համեմատելով այն սիրո նշված հատկանիշների հետ։ Փոխաբերությունը փոխելով կարող ենք ասել, որ Պողոսը սիրո դիմանկար է նկարում, իսկ դիմանկարում Քրիստոսն ինքն է։ Ի վերջո հենց նա էր, որ իր կյանքում կատարելապես մարմնավորեց սիրո այս բոլոր առաքինությունները։ Այսպիսով սիրո այս գեղեցիկ պատկերը Քրիստոսի դիմանկարն է։ Առաջինը տեսնում ենք սերը համբերող է։ Այստեղ օգտագործված բառը հուներեն մակրոտումեո բայն է, որը թարգմանվում է որպես զսպվածություն, երկայնամիտ լինել, համբերատար լինել։ Նոր կտակարանում այս բառը հաճախ է հանդիպում եւ գրեթե բացառապես օգտագործվում է մարդկանց հետ հարաբերություն ցուցաբերելու համար, այլ ոչ թե հանգամանքների կամ կյանքի իրադարձությունների։ Սիրո մեջ համբերատարությունը կարողություն է չվրդովելու կամ չբարկանալու, երբ ինչ-որ մեկը անհարմարություն է պատճառում կամ անընդհատ խաբում է ձեզ։ Վաղ եկեղեցու հայրերից մեկը Հովհաննես Քրիզոստոմը ասել է. համբերությունը բնորոշ է այն մարդուն, ով անարդարության է ենթարկվել եւ կարող է հեշտությամբ վրեժ լուծել, բայց երբեք չի անում դա։ Համբերությունը երբեք չարիքի փոխարեն չի հատուցում։ Ինչպես ագապե սերը, նոր կտակարանում հիշատակված համբերությունը առաքինություն էր, որը տարածված էր միայն քրիստոնյաների շրջանում։ Հին Հունաստանում այս համբերությունը, որը վրեժխնդիր չի լինում, իր մեղավորից թուլություն էր համարվում, հա, երբ որ իր մեղավորից վրեժ չէր լուծում, դա թուլություն էր համարվում։ Նույնպես էլ զոհաբերական սերը համարում էին թուլության նշան։ Օրինակ, ըստ Արիստոտելի, հույների մեծ առաքինություն այն էր, որ նրանք հրաժարվում էին հանդուրժել վիրավորանքները կամ անարդարությունը եւ նույն կերպ էին պատասխանում։ Վրեժխնդրությունը համարվում էր իրենց առաքինությունը։ Մեր մտածելակերպի մեջ էլ կա, չէ, այդպես է, եթե վիրավորել է, պետք է պատասխանեմ, մի բան էլ ավել, դե ոնց կլինի։ Աշխարհը միշտ հակված է եղել հերոսներ դարձնել նրանց, ովքեր պայքարում են, պաշտպանում են իրենց իրավունքներն ու բարեկեցությունը, նրանց ամեն ինչից վեր դասելով։ Այսօր իրոք, եթե մենք տեսնենք, հələ մի բան էլ մարդկանց գովում են, որ վրեժ խնդիր եղավ, ճիշտ արեց, որովհետև ինքը այսպես էր արել, բայց Աստծո սերը ճիշտ հակառակ դիրքորոշումն է զբաղեցնում։ Այն հիմնականում հոգ է տանում ուրիշների բարեկեցության մասին, այլ ոչ թե իր, եւ շատ ավելի, քան վրեժ լուծելը։ Սերը չարին չարով չի պատասխանում։ Քրիստոնյան, որը հետևում է Քրիստոսի օրինակին, երբեք վրեժ չի լուծում, իրեն վիրավորած, ցավեցրած որևէ մեկից։ Նա հրաժարվում է չարի փոխարեն չարով հատուցել։ Հռոմեացիների 12-րդ գլուխ 17 համարը, եւ եթե նրա աջ այտին հարվածում են, նա ձախնել է առջև բերում։ Մատթեոս 5-րդ գլուխ 39 համար։ Պողոսն ասաց, որ համբերությունը իր սրտի բնութագիրն է։ Տեսեք ինչ է ասում 2-րդ Կորինթացիների 6-րդ գլուխ 4-րդ համարը։
այլ ամեն ինչում ինքներդ ձեզ ներկայացրեք որպես Աստծո սպասավոր, մեծ համբերությամբ, նեղությունների, վշտերի, չարիքների մեջ, գնահատության մեջ, մեծ նեղության, ինչի մեջ ուզում եք լինեք, համբերություն ցուցաբերեք, համբերություն ունեցեք։ Այո, Պողոսը համբերությունը իր սրտի բնութագիրն էր, եւ որ այն պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյայի բնորոշ գիծը։ Եփեսացիների 4 գլուխ 2 համարը այսպես է ասում. ամեն խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերատարությամբ սիրով միմյանց հանդուրժելով։ Ստեփանոսի մահից առաջ ասված վերջին խոսքերը մեծահոգի ներման խոսքեր էին։ Տեր, սա մեղք մի համարի նրանց։ 7-րդ գլուխ 60 համարը Գործք Առաքելոց։ Մեռնելով քարերի հարվածների տակ, մահվան տանջանքների մեջ նա անհանգստանում էր ոչ թե իր, այլ իր մարդասպաների համար։ Ստեփանոսը երկայնամիտ էր, համբերատար էր մինչև վերջ, մինչև վերջին շունչը։ Երկայնամտության գերագույն օրինակը իհարկե Աստված ինքն է։ Աստծո համբերատար սերն է, որ պահպանում է աշխարհը, կանխելով դրա փլուզումը։ Նրա համբերատարությունն ու երկայնամտությունը մարդկանց ժամանակ է տալիս փրկվելու։ Երկրորդ օրինակի համար Պետրոս 2 գլուխը 2 Պետրոս 3 գլուխ 9 համարը սենց է գրում Պետրոսը. Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացել է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի։ Այստեղ երևում է Տիրոջ մեծագույն համբերությունը։ Եվ խաչի վրա մահանալով մերժված բոլորի կողմից, ում փրկելու էր եկել, Հիսուսը աղոթեց. Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Ղուկաս 23 գլուխ 34 համար։ Ռոբերտ Ինգերսոլը անցյալ դարի հայտնի մի աթեիստ է եղել։ Գիտեք ինչ էր անում, հաճախ կանգ էր առնում իր հակաաստվածային դասախոսությունների կեսում եւ ասում էր. Ես Աստծուն ընդամենը 5 րոպե կտամ, որ ինձ սպանի։ Սա այս բանը ասելու համար։ Եվ նա օգտագործում էր այն փաստը, որ ոչ ոք նրան չի սպանել եւ որպես ապացույց նա ասում էր, որ Աստված գոյություն չունի։ Տեսնում եք, նա ինձ չի սպանել, գոյություն չունի։ Թեոդոր Փարքերն այս Ինգերսոլի հայտարարությունների մասին այսպես էլ գրում է, եւ այս պարոնը մտածել է, որ 5 րոպեում կարող է սպառել հավերժական Աստծո համբերությունը։ Ադամն ու Եվան առաջին անգամ Աստծուն չնազանդվելուց ի վեր Աստծուն անընդհատ վիրավորել եւ մերժել են, որոնց նա ստեղծել էր իր պատկերով։ Նույնիսկ նրա ընտրյալ ժողովուրդը, որի միջոցով Աստված հայտնություն տվեց Աստծո խոսքը, մերժեց եւ արհամարեց նրան։ Եվ այնուամենայնիվ հազարամյակներ շարունակ հավերժական Աստված ցուցաբերել է երկայնամտություն, համբերություն։ Եթե Սուրբ Արարիչը այդքան անսահման համբերատար է իր ապստամբ արարածների հանդեպ, ապա որքան ավելի համբերատար պետք է լինեն նրանք անսուրբ արարածները միմյանց հանդեպ։ Սերը բարի է։ Եթե համբերությունը պատրաստ է մարդկանցից ամեն ինչ ընդունել, ապա բարությունը պատրաստ է ամեն ինչ տալ նրանց, նույնիսկ թշնամիներին։ Բարությունը համբերության ուղեկիցն է։ Սերը բարի է։ Հուներեն քրեստի ումայ բայն է, որը նշանակում է լինել բարի, օգտակար եւ առատաձեռն ու ողորմած։ Բարությունը ակտիվ ողորմածության կամք է։ Ողորմածությունը ոչ միայն առատաձեռնություն է դրսևորում, այլև ցույց է տալիս առատաձեռնություն։ Ողորմությունը ոչ միայն ցանկանում է ուրիշների բարեկեցությունը, այլև աշխատում է այդ նպատակին հասնելու համար։ Այսինքն ոչ թե ասում է ցանկանում եմ, որ այս մարդը լավ լինի,
այլ աշխատում է այդ ուղղությամբ եւ օգնում է, որ այդ մարդը լավ լինի։ Ահա ինչպես է նկարագրում սերը բարի, իրական սիրո բնութագիրը։ Երբ Քրիստոսը պատվիրեց իր աշակերտներին եւ մեզ, որ սիրել մեր թշնամիներին, նա նկատի ուներ, որ մենք պետք է ոչ միայն լավ զգացմունքներ ունենանք, այլև բարություն դրսևորենք նրանց նկատմամբ։ Մատթեոս 5-րդ գլխում, երբ որ խոսում էր։ Մեզ շրջապատող աշխարհի դաժանությունը սիրուն գրեթե անսահմանափակ հնարավորություններ է տալիս այս տեսակի բարությունը դրսևորելու համար։ Կրկին այս առումով գերագույն օրինակը Աստված ինքն է։ Հռոմեացիների 2-րդ գլուխ 4-րդ համարում այսպես է ասում. կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը եւ համբերատարությունը արհամարում ես, չգիտենալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում։ Այսինքն մենք տեսնում ենք Աստծո համբերատարությունը մեր նկատմամբ ինչու՞մ է կայանում, որ մենք ապաշխարենք։ Տիտոսին նա գրեց, Տիտոս 3-րդ գլուխ 4-ից 6 համարներում. Բայց երբ մեր փրկիչ Աստծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր բարությամբ վերստին ծննդյան ավազանի միջոցով Սուրբ Հոգու նորոգությամբ, որ առատությամբ մեր վրա թափեց մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ահա թե որտեղ է երևում Տիրոջ համբերատարությունը եւ ինչ նպատակ ունի իրական ագապե սերը։ Պետրոսն ասում է, որ մենք պետք է փափագենք խոսքի անարատ կաթին, որպեսզի նրանով աճենք փրկության համար, քանի որ համտեսել ենք, որ Տերը բարի է, այսինքն մենք տեսել ենք արդեն նրա բարությունը, ուրեմն եկեք աճենք նրա խոսքով, եկեք աճենք իր ագապե սիրով։ Քրիստոնեական բարության առաջին փորձությունը, ինչպես սիրո ցանկացած դրսևորում, տեղի է ունենում տանը, հենց մեր տանը։ Քրիստոնյա ամուսինը, որը վարվում է քրիստոնյայի պես, ողորմած է իր կնոջ երեխաների նկատմամբ կամ ծնողների։ Քրիստոնեական ոգով վարվող եղբայրներն ու քույրերը ողորմած են միմյանց եւ իրենց ծնողների ընտանիքի քույր եղբայրների հանդեպ։ Նրանք պարզապես լավ զգացմունքներ չունեն միմյանց նկատմամբ։ Նրանք բարի, օգտակար բաներ են անում միմյանց համար, նույնիսկ մինչև ինքնազոհաբերություն սիրո անունով, եթե անհրաժեշտ է։ Կորինթացիների համար ողորմած լինելը նշանակում էր հրաժարվել իրենց նախանձից եւ չար զգացմունքներից, եսասիրությունից եւ հպարտությունից եւ ընդունել ողորմածության ու բարության ոգին։ Ավելին, դա նրանց համար հնարավորություն տալու համար էր Սուրբ Հոգով իրենց հոգևոր պարգևներով արդյունավետորեն ծառայելու, այլ ոչ թե մարմնով մակերեսային եւ անարդյունավետ կեղծելու համար։ Սերը չի նախանձում։ Մեր առջև սիրո արգելող կողմերից առաջինն է նախանձը։ Զելոու, հուներեն բայն է։ Սերը չի նախանձում։ Սերը եւ նախանձը լուրջ թշնամիներ են։ Որտեղ մեկը գոյություն ունի, մյուսը չի կարող գոյություն ունենալ։ Շեքսպիրը նախանձը անվանել է կանաչ հիվանդություն, այն նաև անվանել է պատվի թշնամի եւ հիմարների վիշտ։ Հիսուսը նախանձի մասին խոսել է որպես նախանձ աչք։ Եկեք կարդանք Մատթեոս ավետարանի 20-րդ գլուխ 15 համարում։ Միթե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ, թե գուցե նախանձում ես, որ ես բարի եմ։ Այստեղ ինքը ցույց է տալի մարդկային աչքը որպես նախանձ աչք։ Սա նախանձից է գալիս։ Գիտեք, որ նախանձը երկու ձև ունի։ Առաջին ձևը ասում է. ես ուզում եմ այն, ինչ ուրիշն ունի։ Եթե ուրիշն ունի մեզանից ավելի լավ մեքենա,
Մենք էլ ենք ուզում այդ մեքենայից ունենալ։ Եթե ինչ-որ մեկին գովաբանում ենք ինչ-որ բանի համար, այս առաջին նախանձը ասում է մենք էլ ենք ուզում, որ մեզ գովաբանեն նույնքան կամ նույնիսկ ավելի շատ։ Այս տեսակի նախանձը բավականին վատ է, սակայն կա նախանձի երկրորդ տեսակ, որը ավելի ողբերգական է։ Երկրորդ տեսակի նախանձը ասում է. ես չեմ ուզում, որ նա ունենա այդ մեքենան։ Մատթեոս ավետարան 20-րդ գլուխ 1-16 համարներում հիշում եք այն առակը, երբ տանտերը մշակներ է վարձում, մեկը առավոտից է աշխատում, մեկը կեսօրից, մյուսն էլ վերջի 1 ժամը։ Եվ տանտերը օրվա աշխատանքի ուրեմն ավարտի համար 1 դահեկան էր խոստացել, որ պետք է տար։ Բայց ինչ արեց, բոլորին տվեց եւ ողորմած գտնվեց անգամ վերջի 1 ժամ աշխատողի հանդեպ։ Եվ ինչ արեց, 1 դահեկան տվեց այն մարդուն, ով 1 ժամ էր ընդամենը աշխատել։ Ինչ արեց, այս տեսակի նախանձը իր մեջ բարկացավ, հա, թե ինչու ես այդ վերջի մի ժամվա աշխատողին մեր չափ նույնպես վճարում։ Այս նախանձը պարզապես եսասիրություն չէ, այն ուրիշների լավը չի ուզում, այլ վնաս է ուզում, այսինքն նա չի ուզում, որ դիմացինի համար լավը լինի, առաջինը ուզում է, որ այո ինքը ունի, թող ես էլ ունենամ, բայց այս մի տեսակը անգամ չի ուզում, որ դիմացին ունենա։ Նա ծայրահեղ նախանձ է, եւ նման նախանձը հանգեցնում է մարդու ներքին ինքնաոչնչացման։ Սա այն նախանձն է, որը Սողոմոնի մոտ եկան երկուքին, հիշում եք, որոնք երկուսն էլ պնդում են, որ այս նորածին երեխու մայրերն են։ Եվ Սողոմոն ասաց, երեխային կտրեք եւ 2.5 արեք, մեկը տվեք մյուսին, մեկը մյուսին։ Ինչ արեց իսկական մայրը, աղաչեց ասելով, որ Տեր, ողորմիր եւ երեխային մի սպանիր եւ տուր նրան։ Իսկ կեղծ մայրը ասաց. ոչ ինձ թող լինի, ոչ էլ քեզ, կտրեք երեխուն։ Սա այն նախանձն է, որ չի ցանկանում ուրիշների լավը։ Քրիստոնյայի գիտեք, դժվար մարտերից մեկը հենց նախանձի դեմ պայքարն է։ Միշտ կգտնվի մեկը, ով մի փոքր ավելի լավն է, քան դուք, կամ մի փոքր ավելին ունի, քան դուք։ Եվ հենց այստեղ սկսում է մարդու մեջ, իրականում, եթե մենք քննենք, կտեսնենք, որ կան ինչ-որ արմատներ, միգուցե մեկի մոտ էլ ավելի շատ է, հա, այս ամեն ինչը կատարվում։ Ուրեմն մենք բոլորս գայթակղվում ենք նախանձել մեկին, երբ նա ինչ-որ բան մեզանից ավելի լավ է անում։ Մարմնի առաջին արձագանքը այդ մարդուն չարիք ցանկանալն է։ Զելոու արմատային բառը, որն այստեղ թարգմանվում է որպես նախանձ, նշանակում է ունենալ ուժեղ ցանկություն։ Այսինքն, գիտեք, որ ավելի հասենց այն տրամադրված ձևի ցանկանում ես, որ այդ մարդը չունենա։ Սուրբ Գիրքն այս բառը օգտագործում է թե դրական եւ թե բացասական իմաստներով։ Նույն այս չար նախանձը, զելոու, հա, բառը օգտագործեց Պողոսը 12-րդ գլուխ 31 համարում։ Հիշում եք, երբ ասաց, բայց դուք նախանձում եք հոգևոր պարգևների։ Էլի բացասական իմաստով է գրում։ Ուրեմն այնտեղ նախանձել թարգմանված հուներեն բառը նույնն է, ինչ այստեղ նախանձել։ Բայց հերմենևտիկայի հիմնարար սկզբունքներից մեկն այն է, որ նույն տերմինը նույն համատեքստում պետք է տեսնես, թե ինչ ի նկատի ունի, որովհետև հուներեն քերականության գեղեցկությունը շատ լեզուներից տարբերվում է նրանով, որ մի բառը կարող է տարբեր նշանակություն ունենալ, որի ճիշտ հասկանալու պայմանը միայն մեկն է, համեմատել, տեսնել տեքստի մեջ, թե ինչ նկատի ունի։ Երբ Պողոսը բանտում էր Հռոմում, հա, որոշ երիտասարդ քարոզիչներ, որոնք աշխատում էին այնտեղ, որտեղ նա մի ժամանակ ծառայել էր, նախանձից դրդված փորձեցին գերազանցել Պողոս առաքյալին։ Նրանք այնքան էին նախանձում Պողոսի հեղինակությունը, հաջողությունները, որ նախանձից դրդված
որոշեցին քարոզել եւ Պողոսին իբրև մի բան էլ ուզում էին ցավացնել, տես թե իբրև մենք էլ ենք քարոզում։ Այո, Պողոսը չէր արդարացնում նրանց մեղքը, բայց նաև չէր նեղանում, նախանձում, այլ ուրախ էր, որ ավետարանն է քարոզվում։ Կարդանք Փիլիպպեցիների նամակը, առաջի գլուխ 15-ից 17 համարներում, ասում է. ոմանք նախանձի ու հակառակության պատճառով, ոմանք էլ հոժարությամբ են քարոզում Քրիստոսին։ Սրանք սիրուց մղվելով են քարոզում, գիտենալով, որ ավետարանի պաշտպանության համար եմ այստեղ մնում, իսկ ոմանք հակառակությունից մղված են Քրիստոսին քարոզում եւ ոչ թե անկեղծորեն կարծելով, թե իմ կապանքների վրա նեղություն կավելացնեն։ Պատկերացնում եք, այսինքն սրանք էլ ինչ նպատակը իրենց չար էր, բայց Պողոսը նույնպես բարի էր տրամադրված, որտեղ իր ուզածն էլ հենց դա էր, որ Քրիստոսը քարոզվի։ Պողոսը գիտեր, որ խոսքը ավելի հզոր էր, քան քարոզիչները, եւ որ նա կարող էր գերազանցել թույլ եւ նախանձ քարոզիչների սահմանափակումները Աստծո նպատակին հասնելու համար։ Նախանձը շատ փոքր կամ անվնաս մեղք չէ։ Հենց Աստծո նկատմամբ այս նախանձի զգացումն էր, որ հպարտություն բռնվեց Եվայի սրտում, որից հաջողությամբ օգտվեց Սատանան։ Եվան ուզում էր դառնալ Աստծո նման, ունենալ այն, ինչ նա ունի, եւ իմանալ այն, ինչ նա գիտի։ Նախանձը սկզբնական մեղքի անբաժանելի մասն էր, որից ծագել են մյուս բոլոր մեղքերը։ Աստվածաշնչում գրանցված հաջորդ մեղքը սպանություն է, որին Կայինը սպանեց Աբելին կրկին նախանձից։ Հովսեփի եղբայրները նույնպես նրան ստրկության վաճառեցին, քանի որ նախանձում էին նրան։ Դանիելին նետեցին առյուծների գուբը իր գործընկերները, պաշտոնյաները, նախանձի պատճառով։ Նախանձը դրդեց ավագ եղբորը դժգոհել հոր ուշադրությունից անառակ որդու նկատմամբ։ Աստվածաշունչը պարունակում է նմանատիպ բազմաթիվ օրինակներ։ Բայց զայրույթը դաժան է, ասում է, բարկությունը կատաղի, բայց ով կարող է դիմանալ, ասում է նախանձին, Առակաց 27:4-ը։ Իր ծայրահեղության մեջ նախանձը գերազանցում է ցանկացած այլ մեղքի անբարյակամությամբ։ Հակոբոս, պետք է կարդանք Հակոբոս 3-րդ գլուխ 14-ից 16 համարը։ Բայց եթե ձեր սրտում դառը նախանձն ու հակառակություն ունեք, մի պարծեցեք եւ ճշմարտության դեմ մի ստեք։ Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր եւ դիվային է։ Այս իմաստությունը վերևից չէ իջել, դիվային է, որովհետեւ որտեղ նախանձն ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն եւ ամեն միջար բան կա։ Այսպիսին է նկարագրում Հակոբոս առաքյալը նախանձը, որ այն երկնքից չի իջել, սա դիվային է։ Նախանձով սնվող եսասիրական վիճաբանությունը հաճախ խելացի են թվում եւ հաջողակ, սակայն դրա իմաստությունը դիվային է, իսկ հաջողությունը կործանարար։ Աստվածաշնչում նախանձի մասին բազմաթիվ պատմությունների ֆոնին տեսնում ենք Հովնաթանի սիրո պատմությունը Դավթի հանդեպ։ Դավիթը ոչ միայն ավելի հզոր եւ հայտնի զինվոր էր դարձել, քան Հովնաթանը, այլևս սպառնալիք էր ներկայացնում իր գահի համար, որ եթե որևէ անսպասելի բան տեղի չունենար, Հովնաթանը կժառանգեր թագավորի գահը։ Եթե Տերը, այսինքն չաներ այն գործողությունը, Հովնաթանը պետք է դառնար հաջորդ, Սավուղի որդին էր։ Թե աստվածաշնչյան պատմություններում, թե աշխարհի պատմություններից տեսնում ենք, որ մեկը, ով ուզում է տիրի իր փոխարեն գահին, վիճաբանություններ է սկսվում, անգամ սպանությունով է ավարտվում։ Բայց Սուրբ գրքից մենք իմանում ենք Հովնաթանի անսահման հարգանքի մասին Դավթի նկատմամբ, նրա սիրո մասին իր ընկերոջ նկատմամբ, որի համար նա պատրաստ էր զոհաբերել ոչ միայն իր գահը,
այլև իր կյանքը։ Առաջի թագավորաց 20-րդ գլուխ 17 համարում այսպես է գրվում. քանզի Հովնաթանը սիրում էր Դավթին իր հոգու պես, այլ թարգմանություններում գրված է իր անձի պես էր նա սիրում Դավիթին։ Իսկ Հովնաթանի հայրը Սավուղը կորցրեց իր օրհնությունն ու գահը նախանձի պատճառով, հիմնականում Դավթի նկատմամբ հենց։ Սակայն Հովնաթանը կամովին հրաժարվեց գահից և ստացավ ավելի մեծ օրհնություն, քանի որ չէր ուզում ոչինչ ունենալ նախանձից դրդված։ Սակայն երբ ծնվեց Իսահակը և Եղիազարը, կորցրեց ժառանգության իրավունքը։ Նրա սերը Աբրահամի և Իսահակի նկատմամբ չնվազեց։ Ծննդոց 2-րդ գլուխ 4 համար։ Սիրող մարդը երբեք չի նախանձում, նա ուրախանում է ուրիշների հաջողություններով, նույնիսկ եթե նրանց հաջողությունը իրեն օգտակար չէ։ Սերը չի գոռոզանում։ Երբ սիրող մարդը հաջողության է հասնում, նա չի պարծենում դրանով։ Պարծենալ պերպե ռեումայ բայն է, նոր կտակարանում ուրիշ ոչ մի տեղ չի օգտագործվում։ Այն նշանակում է խոսել ինքնագոհ վիճակից։ Սերը չի պարծենում իր հաջողություններով։ Պարծենկոտությունը նախանձի հակառակ կողմն է։ Նախանձը ցանկանում է այն, ինչ ուրիշն ունի, իսկ գոռոզությունը փորձում է ուրիշներին նախանձեցնել տալ նրանով, թե ինքը ինչ ունի։ Եթե նախանձը ձգտում է ճնշել ուրիշներին, ապա գոռոզությունը ձգտում է մեզ բարձրացնել։ Խնդիրն այն է, որ որքան էլ մեզանից շատերը չեն սիրում տեսնել, թե ինչպես են ուրիշները պարծենում, բայց մենք ինքներս նույնքան հակված ենք մեզ բարձրացնելու։ Կորինթոսի հավատացյալները վարպետներ էին ցուցադրական ելույթների մեջ։ Նրանք անընդհատ մրցում էին միմյանց հետ շրջապատի ուշադրության համար, անընդհատ նրանց ամբողջ ցանկությունն էր, որ ցույց տան իրենց, ռուսները մի հատ բառ ունեն, մի քիչ կոպիտ է հնչում, բայց դա է, պակազոխա էին նրանք։ Նրանք պահանջում էին ամենահեղինակավոր պաշտոնները և ամենատպավորիչ հոգևոր պաշտոնները, ինչի համար, որ ցույց տային իրանց։ Նրանք ուզում էին միանգամից խոսել, հատկապես էքստազի վիճակում, Նրանց լեզուներով խոսելու մեծ մասը կեղծ էր, բայց այս կեղծ պարգևների մասին նրանց պարծենկոտությունը անկեղծ էր, որովհետև նրանք անկեղծ պարծենում էին։ Նրանց համար ոչ մի նշանակություն չուներ ներդաշնակությունը, կարգ ու կանոնը, եղբայրասիրությունը, եկեղեցու շինությունը կամ որևէ այլ արժեքավոր բան։ Նրանք երբ հավաքվում էին միմյանց ցուցադրության էին ձգտում, բայց Պողոսը հետագայում նրանց պիտի ասեր, եկեք կարդանք առաջի Կորինթացիների 14:26-ը։ Ուրեմն, ինչպես անել, եղբայրներ, երբ մեկտեղ հավաքվեք, ձեզանից ամեն մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, լեզու ունի, հայտնություն ունի, թարգմանություն ունի, թող այդ ամենը հոգևոր շինության համար արվի, այդ ամենը դրա համար թող արվի։ Բայց նրանք չէ, նրանք սիրում էին իրենց ցուցադրել։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր իր գործը հնարավորինս բարձրացնել, հայտարարել, բացարձակապես չհետաքրքրվելով ուրիշների կարծիքով։ Ջոն Մակարտուրը ասում է, որ Չարլզ Թրամբուլը մի անգամ աղոթք արեց և խոստացավ իր աղոթքի մեջ ասելով, մեջ բերում եմ, Աստված իմ, եթե դու ինձ ուժ տաս, ամեն անգամ, երբ ես հնարավորություն ունենամ զրույցի թեմա առաջարկելու մարդկանց, դա միշտ կլինի Հիսուս Քրիստոսը։ Նա ուներ միայն մեկ թեմա, որը իսկապես արժանի էր զրույցի։ Եթե Քրիստոսը մեր մտքերի մեջ առաջին տեղում է, մենք չենք կարողանա մեզ բարձրացնել։ Աստվածաբան Լյուիսը պարծենկոտությունը անվանել է ամենամեծ չարիքը։ Պարծենկոտությունը հպարտության մարմնացումն է բոլոր մեղքերի արմատը։
Պարծենկոտությամբ մենք մեզ առաջին տեղն ենք դնում։ Հետևաբար մեզ համար բոլորը, այդ թվում Աստված, պետք է անցնեն երկրորդ պլան։ Անհնար է գովաբանել ինքներս մեզ առանց դրանով նսեմացնելու ուրիշներին, որտեղ երբ որ դու քեզ բարձրացնում ես, դու մի անգամից գիտակցված, անգիտակից, դու ցածրացնում ես արդեն դիմացինին։ Երբ մենք պարծենում ենք, մենք վերևում ենք, բայց մյուսները ներքևում են։ Հիսուսը մարմնացած Աստված էր, եւ այնուամենայնիվ նա երբեք ոչ մի կերպ չբարձրացրեց իրեն։ Եկեք կարդանք Փիլիպպեցիներին ուղված նամակի 2-րդ գլուխ 6-8 համարը, որ Աստծո բնություն ունենալով Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով, ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահով։ Այո, Հիսուսը մեզ թողեց մեծագույն օրինակը, թե ինչպես պետք է լինես, թեկուզ անգամ երբ զորավոր ես։ Հիսուսը ունենալով պարծենալու բոլոր հիմքերը, երբեք դա չարեց։ Եվ ընդհակառակը, մենք ովքեր պարծենալու հիմք չունենք, հակված ենք պարծենալու։ Միայն Քրիստոսից եկող սերը կարող է մեզ փրկել մեր գիտելիքները, կարողությունները, պարգևները կամ նվաճումները իրական թե երևակայական ցուցադրումից։ Հաջորդը սերը չի հպարտանում։ Կորինթոսի հավատացյալները հավատում էին, որ հասել են կատարելության։ Պողոսն արդեն զգուշացրել էր նրանց չանցնել սահմանները գրվածից այն կողմ եւ չհպարտանալ։ Առաջի Կորինթացիների 4 գլուխ 6-8 համարում։ Եվ ավելի հեգնանքով նա շարունակեց ասել։ Պետք է կարդանք, 4-րդ գլուխ 6-8 համարները։ Եղբայրներ, այս օրինակը բերեցի իմ եւ Ապողոսի վերաբերյալ, որ դուք մեզանից սովորեք գրվածից ավելին չմտածել մարդկանց մասին, որպեսզի ձեզանից ոչ մեկը մյուսի առաջ չհպարտանա իր ընկերոջ պատճառով, որովհետև ով է, որ քեզ տարբեր է դարձնում ուրիշից, եւ ինչ ունես, որ չես ստացել, եւ եթե ստացել ես, ինչու ես պարծենում, կարծես այն չես ստացել։ Արդեն լցվել եք, արդեն հպարտացել, առանց մեզ թագավորի պես եք, թագավորեցիք, եւ երանի թե թագավորեք, որ մենք էլ ձեր հետ թագավորենք։ Եվ 10-րդ համարում այսպես է ասում. մենք հիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք իմաստուն Քրիստոսի մեջ, մենք տկար, իսկ դուք զորավոր, դուք հարգարժան, իսկ մենք անարգված։ Մի քանի համար անց առաքյալը ավելի ուղղակիորեն նշում է 18-19 համարը։ Մի քանիսը գոռոզացել են, կարծելով թե չեմ գալու ձեզ մոտ, բայց շուտով կգամ ձեզ մոտ, եթե Տերը կամենա, եւ կիմանամ հպարտացողներին, ոչ թե խոսքերը, այլ զորությունները։ Եթե չեք հիշում, այս քարոզը կարող եք նայել YouTube-ում կա։ Կորինթացիների բոլոր բարիքները Տիրոջից էին։ Ուստի նրանք ոչ մի պատճառ չունեին պարծենալու կամ հպարտանալու, բայց անում էին ընդհակառակը։ Նրանք պարծենում էին, կարծես թե իրենց սեփականն է, այլ ոչ թե Աստծուց տրված։ Սակայն նրանց բնորոշ գծերն էին ամբարտավանությունն ու ինքնաբավարարվածությունը։ Նրանք պարծենում էին իրենց վարդապետական գիտելիքներով, իրենց հոգևոր պարգևներով եւ իրենց հայտնի ուսուցիչներով։ Կորինթացիները այնքան հեռու էին գնացել իրենց հպարտությամբ, որ սկսեցին պարծենալ իրենց մարմնավոր եւ աշխարհիկ լինելով, պարծենալով իրենց կռապաշտությամբ եւ անբարոյականությամբ, այդ թվում արյունապղծությամբ, որը նույնիսկ հեթանոսները չէին անում, երբ որ տղան քնում էր հոր կնոջ հետ։ Նրանք հպարտ էին զղջալու փոխարեն, նրանք պարծենում էին լաց լինելու փոխարեն, բայց սերը ընդհակառակը չի հպարտանում, ասում է երկրորդ համարը։ Ուիլյամ Քերին, որին անվանում են ժամանակակից միսիոներական աշխատանքի հայր, իմիջիալոց եթե կարող եք իր քարոզներից գրքերից գտնեք, շատ լավ կլինի, հանճարեղ լեզվաբան էր։
Նա Աստվածաշնչի որոշ մասեր թարգմանել է ոչ պակաս քան 34 տարբեր լեզուներով եւ բարբառներով անգամ, հա։ Նա մեծացել է Անգլիայում, համեստ ընտանիքում, իսկ երիտասարդ տարիներին աշխատել է որպես ուղղակի կոշիկ վերանորոգող։ Հետագայում Հնդկաստանում նրան հաճախ ծաղրում էին իր ցածր ծագման եւ նախկին արեստի պատճառով։ Մի օր ընթրիքի ժամանակ մի տղամարդ նրան ուրեմն ծաղրում է, ծաղրելով հարց է տալիս. «Պարոն Քերի, ես հասկանում եմ, որ դուք մի ժամանակ կոշկակար եք եղել», ու ինքը ընդհատում է այդ բանին, ասում է. «Օ, ինչ եք ասում, ձերդ գերազանցություն»։ Քերին է պատասխանում. «Ես կոշիկներ չեմ կարել, ես միայն նորոգել եմ դրանք, այսինքն այդ կոշիկ կարելը ավելի մեծ պաշտոն է, մարդը որ նոր, հա, կոշիկ է կարում, ես ինչ ընդամենը ճղված կոշիկ եմ կարել»։ Ահա նրա խոնարհությունը։ Երբ Հիսուսը սկսեց քարոզել, նա շուտով ստվեր գցեց Հովհաննես Մկրտչի ծառայության վրա։ Եվ այնուամենայնիվ Հովհաննեսն ասաց նրա մասին. «Սա է նա, որ գալիս է իմ հետևից, եւ ես արժանի չեմ նրա կոշիկների կապեր անգամ արձակելու»։ Հովհաննես 1:27 Եվ երբ Հովհաննեսի աշակերտները նախանձեցին Քրիստոսի, հա, ժողովրդականությանը, Հովհաննեսը հանդիմանեց նրանց ասելով. «Նա պետք է մեծարվի, իսկ ես պետք է փոքրանամ»։ Հովհաննես 3:30 Ինչպես իմաստությունը, այնպես էլ սերն է ասում. «Ես ատում եմ հպարտությունը, ամբարտավանությունը, չար ճանապարհները եւ նենգ բերանը»։ Առակաց 8:13 Տարբեր համարներում մեզ հիշեցնում են, որ հպարտության հետ գալիս է նաև ամոթը, Առակաց 11:2, հպարտությունից գալիս է վեճը, Առակաց 13:10, հպարտությունը նախորդում է կործանմանը եւ ամբարտավան հոգու անկմանը, 16:18 համար, 29:33 համար։ Ահա թե ինչ է բերում հպարտությունը։ Գիտեք, շատ հաճախ մենք անգամ չենք էլ նկատում, որ հպարտ ենք, մեզի պահում։ Ոչ մի հպարտ մարդու, հա, ում էլ որ հարց տաս, ինքը չի խոստովանում իր հպարտությունը, բայց իրականում այդպես էլ կա։ Հպարտությունն ու ամբարտավանությունը վեճերի տեղիք են տալիս, որոնք շատ են Կորինթոսի եկեղեցում, բայց սերը նման հարցերում դեր չունի։ Հպարտությունը քիթը բարձրացնում է, բայց սերը բացում է սիրտը։ Հաջորդը, սերը անվայել վարմունք չի ունենում։ Սերը չի վարվում անկարգ։ Թարգմանություններ կա, այսպես է գրված։ Սա վերաբերվում է մարմնավոր վարվելակերպին, անքաղաքավարի վարքին։ Սա այնքան լուրջ թերություն չէ, որքան ամբարտավանությունը կամ հպարտությունը, բայց պատճառը նույնպես սիրո բացակայության մեջ է։ Այս մեղքը դրսևորվում է այն մարդու մեջ, ով բավականաչափ չի հոգ տանում ուրիշների մասին, որպեսզի նրանց հետ բարյացակամ կամ քաղաքավարի վարվի։ Նրանց փորձառություններն ու զգայանանները նրանց համար ոչինչ չեն նշանակում։ Մարդը, ով չի սիրում ուրիշներին, անփույթ է, անտարբեր է եւ հաճախ կոպիտ է լինում։ Կորինթացի քրիստոնյաները անկարգ վարքի օրինակ էին։ Կարելի է նույնիսկ պնդել, որ անպատշաճ վարքագիծը նրանց բնորոշ բնութագիրն էր։ Նրանք կոպիտ եւ անտարբեր էին միմյանց հանդեպ։ Նույնիսկ երբ նրանք հավաքվում էին Տիրոջ ընթրիքի համար, նրանցից յուրաքանչյուրը մտածում էր միայն իր մասին, անտեսելով մյուս քույր եղբայրներին։ Ծառայությունների ժամանակ յուրաքանչյուրը փորձում էր գերազանցել մյուսին լեզուներով խոսելու հարցում։ Յուրաքանչյուրը փորձում էր գերազանցել մյուսին եւ ավելի շքեղ տեսք ունենալ։ Եկեղեցում կարգ ու կանոն ընդհանրապես չկար։ Հավատացյալները չէին վարվում այնպես, ինչպես Պողոսը պետք է սովորացներ, հա, արդեն չնայած սովորացրել էր, բայց տեսեք ինչ է ասում առաջի Կորինթացիների 14:40 համարում։ Թող ամեն բան պարկեշտությամբ ու կարգ ու կանոնով արվի։ Ամեն բան։ Այս ամեն բանի մեջ Պողոսը ոչ մի բացառություն չէր դնում։
Եկեք կարդանք մի պատմություն, պետք է կարդանք, որը տեղի ունեցավ Սիմոն անունով մի փարիսեցու տանը։ Կխնդրեմ իրարդ եկեք բացենք, հա, Ղուկաս ավետարանի 7-րդ գլուխը, Ղուկաս ավետարանի 7-րդ գլուխ 36-ից 47 համարը։ 9 համարը պետք է կարդանք։ 36-ից 47 համարը։ Փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան, որ իրենց հետ ուտի, եւ նա մտավ նրա տուն ու նստեց ուտելու։ Եվ ահա այն քաղաքում մի կին կար, որ մեղավոր էր։ Երբ իմացավ, որ Հիսուսը փարիսեցու տանը սեղան է նստած, մի ալաբաստրե շշով անուշահոտ յուղ բերեց։ Եվ հետևի կողմից նրա ոտքերի մոտ կանգնած լաց էր լինում, եւ սկսեց արցունքներով լվանալ նրա ոտքերը, իր գլխի մազերով սրբել ոտքերը, համբուրել ու յուղով օծել։ Իսկ փարիսեցին, որ նրան կանչել էր, երբ տեսավ, մտքում ասաց. այս մարդը երբ մարգարե լիներ, կիմանար թե ով է եւ ինչպիսի կին է սա, որ դիպչում է իրեն, որովհետեւ նա մեղավոր մեկն է։ Հիսուսը պատասխանեց նրան ասաց. Սիմոն, քեզ բան ունեմ ասելու։ Եվ նա ասաց. ասա վարդապետ։ Եվ ասաց. մի փող տվող երկու պարտական ուներ, մեկը 500 դահեկան էր պարկ, իսկ մյուսը 50։ Երբ նրանք ոչինչ չունեին վճարելու, պարտատերը երկուսին պարքերն էլ զիջեց։ Հիմա ասա, նրանցից որն ավելին կսիրի նրան։ Սիմոն էլ պատասխանեց ու ասաց. կարծում եմ նա, ում շատ շնորհվեց։ Նա էլ նրան ասաց. ճիշտ դատեցիր։ Ապա դառնալով դեպի կինը Սիմոնին ասաց. տեսնում ես այս կնոջը։ Ես քո տուն մտա, դու իմ ոտքերի համար ջուր չտվեցիր, բայց սա իր արցունքներով լված ոտքերս ու իր գլխի մազերով սրբեց։ Դու ինձ համբույր չտվեցիր, իսկ սա այստեղ մտնելուց ի վեր չդադարեց ոտքերս համբուրելուց։ Դու գլուխս յուղով չօծեցիր, բայց այս կին անուշահոտ յուղով ոտքերս օծեց։ Դրա համար ասում եմ քեզ, այս կնոջ մեղքերը թեև շատ են, ներված են, որովհետև շատ սիրեց, բայց ում քիչ է ներվում, նա քիչ է սիրում։ Այս պատմության մեջ սիրո գլխավոր օրինակը կնոջ սերը չէ, ավելի գեղեցիկ է, հա, պատմությունը, որքան էլ այն անկեղծ ու գեղեցիկ լինի, այլ Քրիստոսի սերը հակադրվելով Սիմոնի սիրո բացակայությանը։ Հիսուսը կնոջ գործողություններին ցուցաբերած սիրառատ արձագանքով եւ պատմած առակով նա Սիմոնին հստակեցրեց, որ ոչ նրա գործողությունները, ոչ էլ իր արձագանքը անտեղին չէին։ Անտեղ էր Սիմոնի սեփական արձագանքը։ Կնոջ գործողությունները եւ Հիսուսի վերաբերմունքը նրա նկատմամբ սիրուց էին մղված, սակայն Սիմոնի արձագանքը ցույց տվեց նրա սիրո բացակայությունը, նրա սիրո պակասը։ Ուիլյամ Բարքելը այս հատվածը թարգմանում է հետևյալ կերպ. սերը անպարկեշտ չի վարվում, սերը բարի է։ Բարությունը պետք է սկսվի հավատացյալներից, բայց այն չպետք է ավարտվի դրանով, այսինքն ոչ թե միայն հավատացյալների նկատմամբ։ Շատ քրիստոնյաներ բաց են թողել իրենց հավատքի մասին վկայելու հնարավորությունը, քանի որ կոպտորեն են արձագանքել անհավատին, ով արել է մի բան, որը նրանք սխալ են համարել։ Երբեմն մեր վերաբերմունքն ու վարքագիծը արդարության անունով ավելի անպատշաճ են, քան որոշ բաներ, որոնք մենք քննադատում ենք, ինչպես Սիմոնի դեպքում էր։ Հաճախ մենք այնպես ենք պահում մեզ անհավատների մոտ, որ անգամ մենք ենք հանդիմանվում քարոզել նրանց Քրիստոսին։ Ինչու՞։ Որովհետև մենք նրանց ցույց չենք տվել մեր սերը, այլ դրա փոխարեն պահել ենք մեզ գոռոզ, հպարտ, շուտ տաքացող, անուշադիր եւ այլն։ Մեր անբարյացակամության եւ աննրբանկատության աստիճանը որոշում է սիրո եւ քրիստոնեական ոգու բացակայությամբ։ Քրիստոնյաների կողմից ինքնաարդարացված անքաղաքավարությունը կարող է մարդկանց հեռացնել Քրիստոսին,
նախքան նրանք հնարավորություն կունենալ լսելու ավետարանը։ Ջոն Մակարտուրը իր քարոզիր ինչպես ավետարանն է քարոզում այդ գրքում գրում է հետևյալը. Պատգամաբերը կարող է խոչընդոտ դառնալ լուրի տարածման համար։ Երբ մարդիկ մեզանում չեն տեսնում Քրիստոսի հեզությունը, սերը եւ ազնվությունը, այդ ժամանակ մեր հնարավորությունները սպառվում են։ Երկրորդ Կորինթացիների նամակում Պողոս առաքյալը 10-րդ գլուխ 1-ի համարում այսպես է ասում. Ես ինքս Պողոսս խնդրում եմ ձեզ Քրիստոսի հեզությամբ ու բարեգթությամբ, ես որ երբ դեմ առ դեմ ձեր մեջ եմ, խոնար եմ, իսկ երբ հեռու եմ, ձեր նկատմամբ խիստ եմ։ Այսինքն երբ ձեր հետ եմ, ինքը ցույց է տալիս իր խոնարհությունը։ Նրանց Քրիստոսին մեր քարոզած ավետարանում տեսնելու հավանականությունը նվազվում է, երբ մենք սեր, հարգանք, խոնարհություն չենք ցուցաբերում մարդկանց հանդեպ, այլ լինում ենք ինչ անուշադիր ինչ-որ մեկը։ Այո, շատերն ունենում են խնդիրներ մեր կյանքում, բայց մենք որպես քրիստոնյաներ պետք է կարողանանք նրանց օգնել, այլ ոչ թե անուշադիր լինել, որտեղ մենք քարոզում ենք Քրիստոս, նրանք գիտեն, որ մենք քրիստոնյա ենք, ակնկալում են մեզանից ինչ-որ օգնություն, բայց պատկերացրեք մենք անտարբեր ենք։ Հաջորդը, սերը իրենը չի փնտրում։ Անգլիական գյուղում մի տապանակարի վրա մի հատ գրություն կա գրած, գերեզմանակարի վրա։ Այդտեղ գրված է. ահա թե որտեղ է հանգչում ժլատը։ Նա ծառայել է հարստությանը, ամբողջ կյանքն ապրել է միայն իր համար։ Եվ եթե ինչ է լինելու նրա հետ գերեզմանից այն կողմ, ոչ մեկին չի հետաքրքրում։ Հենց այդպիսի գրություն կա անգլիական մի գերեզմանի տապանակարի վրա։ Բայց Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարի բակում, այդպիսի տաճար կա, եթե տեղյակ չեք, բակում կա մի գերեզման, որի տապանակարի վրա գրությունը հակառակ պատկերն է, գրված է այսպես. նվիրված է գեներալ Չարլզ Ջորջ Գորդոնի հիշատակին, ով բոլոր ժամանակներում եւ բոլոր վայրերում իր ուժը տալիս էր թույլերին, իր կարողությունը աղքատներին, իր բարությունը տառապյալներին եւ իր սերը Աստծուն։ Սերը չի փնտրում իրենը։ Այս խոսքերը կարող են ամեն ինչի բանալին լինել։ Մարդկային անկում ապրող բնույթի արմատում գտնվող չարիքը կայանում է իրեն սեփական ձևով անելու ցանկության մեջ, իրենը սեփական ձևով։ Աստվածաշնչի հայտնի մեկնաբան Լենսկին ասել է. բուժեք եսասիրությունը եւ դուք կրկին կտնկեք Եդեմի այգին։ Գեղեցիկ է ասել։ Ադամն ու Եվան մերժեցին Աստծո ճանապարհը, ապրելով իրենց ձևով։ Եսը փոխարինեց Աստծուն։ Սա հակասում է արդարությանը եւ սիրուն։ Սերը մտահոգված է ոչ թե սեփական գործերով, այլ ուրիշների շահերով։ Փիլիպպեցիների նամակում 2-րդ գլուխ 4-րդ համար։ Միայն ինքներդ ձեզ շահերը մի փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջը ևս։ Եվս մեկ անգամ Կորինթացի հավատացյալները ուրեմն կարող են ծառայել որպես օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի սիրող քրիստոնյաները։ Կորինթացիները ծայրահեղ եսասեր էին։ Նրանք չէին կիսում ուտելիքը սիրող խնջույքների ժամանակ եւ այնքան էին պաշտպանում իրենց իրավունքները, որ դատի էին տալիս մյուս հավատացյալներին հեթանոսական դատարաններում։ Այսինքն այսքան մեկը մեկու առհամարացումներ կներեք արտահայտության համար թքած ունեն մեկը մեկու վրա։ Իրանց համար ընդհանրապես քույր եղբայրությունը գոյություն չուներ։ Նրանք ցանկանում էին այն, ինչ համարում էին լավագույն պարգևներ։ Հոգևոր պարգևները ուրիշների օգտին օգտագործելու փոխարեն նրանք ձգտում էին նրանցից օգուտ քաղել իրենց շահերի համար։ Հետևաբար Պողոսը նրանց ասում է. այսպես էլ դուք հոգևոր պարգևների նախանձախնդիր լինելով ձգտեք առատանալ դրանց մեջ եկեղեցու կառուցման համար, շինության համար։ Նրանք իրենց պարգևները
օգտագործեցին ոչ թե եկեղեցին բարձրացնելու, այլ իրենց բարձրացնելու համար։ Ինչպես միշտ այս դեպքերում մեր կատարյալ օրինակը Քրիստոսն է։ Նա եկավ ոչ թե որ իրեն ծառայեն, այլ եկավ որ ինքը ծառայի ուրիշներին։ Մատթեոս 20:28 համարը։ Աստծո որդին իր կյանքն ապրեց ուրիշների համար։ Մարմնացած Աստված մարմնացած սերն էր։ Նա զոհաբերական սիրո կատարյալ մարմնացումն էր։ Նա փնտրում էր ոչ թե իր սեփական բարօրությունը, այլ ուրիշների շահը։ Հաջորդը, սերը հեշտությամբ չի գրգռվում։ Այս մեկին էլ շատ ուշադիր լինենք, որովհետև շատ հաճախ հենց նկատվում է մեր մեջ, որ մենք անձամբ հեշտությամբ գրգռվում ենք։ Հուներեն պարոքսունո բայը, այս բառը, որն այստեղ թարգմանվում է որպես գրգռվել, նշանակում է հիմնականում բարկանալ։ Նույն արմատից է ծագում պարոքսիզմ տերմինը, որը նշանակում է հույզերի նոպա կամ հանկարծակի պոռթկում, որը հանգեցնում է անսպասելի գործողությունների։ Սերը պաշտպանում է իրեն ձյուրագրգռությունից, հուզական հավասարակշռության կորստից կամ իրեն հասցված վիրավորանքների պատճառով զայրույթից։ Այն չի նյարդայնանում։ Առաքյալը չի բացառում արդարացի զայրույթը։ Սերը չի կարող ուրախանալ անարդարության վրա, 13-րդ համար 13:6։ Եթե մենք բարկանում ենք, երբ թույլերի, խեղճերի հետ վատ են վարվում կամ երբ Աստծո խոսքն են փոխում, ապա սա արդարացի զայրույթ է։ Այո, չի ասում այդ բարկության մեջ մեղք գործիր, վիրավորիր։ Սա ուղղակի արդեն էմոցիաների շարժում է լինում, երբ որ դու ճշմարտության համար պայքարում ես։ Բայց իսկապես արդար զայրույթը երբեք չի բխում այն պատճառով, որ ինչ-որ մեկը մեզ անձամբ է վիրավորել։ Երբ Քրիստոսը մաքրեց տաճարը, վաճառականներից նա զայրացավ, որովհետև իր հոր տունը, երկրպագության տունը պղծվել էր։ Բայց այն դեպքերում, երբ նրան տիրոջը զրպարտում կամ վիրավորում էին, իսկ նման դեպքերը շատ էին, նա երբեք չի զայրանում կամ պաշտպանողական դիրք չէր գրավում։ Պողոսը նույնպես կարող էր բարկանալ միայն այն բանի համար, ինչը հարուցեց Աստծո բարկությունը։ Պողոսը խստորեն հանդիմանել է այնպիսի մեղքերի համար, ինչպիսիք են հերետիկոսությունը, անբարոյականությունը և սխալ հոգևոր պարգևների օգտագործումը։ Բայց նա չարություն չէր կրում սրտում, նրանց նկատմամբ, ովքեր ծեծում էին նրան, բանտ էին նստեցնում կամ նրա մասին կեղծ լուրեր էին տարածում։ Գործք առաքելոցում կա մի դեպք, որը որ հենց կոնկրետ Պողոսը պատմում է, Գործք առաքելոց 23-րդ գլուխը, եկեք կարդանք 23-րդ գլուխ 1-5 համարը, թե ինչպես էր նա վարվում, երբ որ իր հետ վատ էին վերաբերվում։ 23-րդ գլուխ, 1-5 համարները։ Եվ Պողոսը հայացքն ուղղելով Ատյանին ասաց. «Մարդիկ, եղբայրներ, ես մինչև այս օրս Աստծո առաջ բարի խշմտանքով կյանք եմ վարել»։ Անանյան քահանայապետն իր մոտ կանգնածներին հրամայեց, որ խփեն նրա բերանին։ Այն ժամանակ Պողոսը նրան ասաց. «Աստված է քեզ խփելու, ծեծված պատ, դու նստել ես, որ օրենքի համաձայն ինձ դատես և օրենքի հակառակ հրամայում ես, որ ինձ խփեն», ինքը Աստծո խոսքն էր հիմնականում պաշտպանում, այլ ոչ թե իրեն, որովհետև այստեղ օրենքի հին ուխտի վիճաբանություն էր եթում, որն է ճիշտ, ինչպես վարվել եւ այլն։ Շուրջը հավաքվածներն ասացին. «Աստծո քահանայապետի՞ն ես նախատում»։ Պողոսն էլ ասաց. «Եղբայրներ, չգիտեի, որ քահանայապետ է, քանի որ գրված է», տեսեք միանգամից, չիմանալով օրենքը ոնց է միանգամից գործի դնում, չգիտեր։ Քանի որ չգիտեի, որ քահանայապետ է, գրված է. «Քո ժողովրդի իշխանի դեմ չչարախոսես», վերջ ինքը միանգամից ներողություն հայտնեց։ Ահա թե ինչպիսին էր
Պողոսի գործունեությունը իր կյանքում առօրյայում, բայց նա վարդապետության ուսմունքի դեմ պայքարող հանդիմանող մեկն էր։ Այս գրգռվածության մասին, որը Պողոսը խոսում է այստեղ, կապված է արարքի հետ մեր դեմ ուղված, երբ անձամբ մեզ վիրավորում են։ Սերը չի բարկանում ուրիշների վրա, երբ նրանք ասում են կամ անում են այնպիսի բաներ, որոնք մեզ դուր չեն գալիս, կամ երբ նրանք խանգարում են մեզ ապրել այնպես, ինչպես որ մենք ենք ուզում։ Սերը երբեք չի պաշտպանում իրեն և չի փորձում վրեժ լուծել չարից չարիքի համար։ Մարդը, ով պնդում է, որ պետք է ապրել այնպես, ինչպես ուզում է, հեշտությամբ նյարդայնանում է, հեշտությամբ ընկնում է զայրույթի մեջ, ծուղակի մեջ է ընկնում։ Հայտնի քարոզիչ և աստվածաբան Ջոնաթան Էդվարդսը դուստր է ունեցել, որը ունեցել է մի անզուսպ բնավորություն, անզուսպ բնավորություն ունեցող մեկն է եղել։ Ուրեմն մի երիտասարդ սիրահարվում է իր աղջկա վրա և գալիս է հորից, որ խնդրի իր ձեռքը, դոկտոր Էդվարդսը ասում է. դու չես կարող ամուսնանալ իմ աղջկա հետ։ Տղան պատասխանում է, ինչու, բայց ես սիրում եմ նրան և նա ինձ է սիրում, բողոքում է։ Դա կարևոր չէ, պատասխանում է Էդվարդսը, թե որն է իր մերժման պատճառը, նա պատասխանում է այսպես. նա ձեզ արժանի չէ, այսպես է պատասխանում։ Ինչպես է, հա, այդպես, պատասխանում է տղան, նա քրիստոնյա չէ, հարցնում է։ Այո, նա քրիստոնյա է, Էդվարդսը պատասխանում է, բայց Աստծո շնորհով ուղղակի յոլա է գնում, այդպես էլ գրում է, բայց այդպիսի մարդկանց հետ, ինչպիսին նա է, ոչ ոք յոլա չի գնա։ Այդ նրանով մերժում է այդ տղային, պատկերացնում եք։ Անկասկած, ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական հիվանդությունների հիմնական պատճառը հասարակության մեջ այն է, որ մենք չափազանց կլանված ենք մեր իրավունքներով, բայց խնդիրների արմատը սիրո բացակայությունն է։ Երբ բոլորը պայքարում են իրենց իրավունքներով, ոչ ոք չի կարող իսկապես հաջողության հասնել կամ երջանիկ լինել։ Մենք զայրանում ենք, երբ ինչ-որ մեկը ստանում է այն արտոնությունները կամ ճանաչում է, երբ մենք ձգտում ենք մեզ համար, քանի որ դա մեր իրավունքն է, սակայն մեր իրավունքները մեր պարտականություններից և ուրիշների հանդեպ մտահոգությունից վեր դասելը բխում է եսասիրությունից և սիրո պակասից։ Սիրող մարդը ավելի շատ հոգ է տանում միշտ ճիշտը անելու և հնարավորության դեպքում օգնելու մասին, քան այն բանը ստանալու մասին, ինչին նրա կարծիքով նա արժանի է։ Կարևոր սահմանում կուզեմ հիշեք, սերը ոչինչ չի համարում իր իրավունքը, այլ միայն իր պարտականությունն է համարում։ Սերը ոչինչ չի համարում իր իրավունքը, որ սա է իմ իրավունքը այսպես, ոչ, նա միայն համարում է իր պարտականությունը, ես պարտավոր եմ անելու։ Ասել, որ սիրում եք ձեր ամուսնուն կամ կնոջը, չի հնչում համոզիչ, եթե դուք անընդհատ զայրանում կամ նեղվում եք նրանց ասածներից կամ արարքներից։ Ասել, որ սիրում ենք մեր երեխաներին, կրկին չի հնչում համոզիչ, եթե մենք հաճախակի գոռում ենք նրանց վրա, վիրավորում ենք, որովհետև նրանք մեզ նյարդայնացնում են կամ խանգարում են մեզ։ Եվ հաճախ մեզ արդարացնում ենք ասելով, դե հա մի պահ էր, բարկացա, բայց անցավ։ Դա տևած ընդամենը մի քանի րոպե։ Կա չէ, այդպես ենք չէ ասում, հենց այդ հարցը տալիս ենք, դե լավ, մի քանի րոպե անցավ գնաց։ Բայց նույն այդ տրամադրությամբ պատկերացրեք նույնը կարող է ասել նաև օրինակ միջուկային ռումբը, չէ՞։ Մեծ ավերվածություններ կարող է տեղի ունենալ ու ասել դե մի ակնթարթ էր, բարկացա եւ վերջ։ Եվ այդպես է լինում է մարդու ներսում։ Մարդու մանուկի, ընկերոջդ, քրոջդ, եղբորդ, հարազատիդ եւ անգամ այն մարդուն, որ չես ճանաչում։ Երբ որ մենք պոռթկում ենք ունենում, բարկանում ենք, մենք չենք կարող մեզ զսպենք մեր էմոցիաները, վիրավորում ենք, այդ նույն պայթունը տեղի ունենում նրա սրտում։ Զայրույթը միշտ կործանարար է, նույնիսկ փոքր զայրույթի ռումբերը կարող են խորը և ցավոտ վերքեր թողնել, հատկապես
երբ դրանք պարբերաբար պայթում են։ Գրգռվածության այս պատճառը սիրո պակասն է։ Սերը դրա միակ դեղամիջոցն է։ Մեր դասախոսը Էլ Ռայթը այսպեսի բան ասում է, երբ որ ուրախ եք լինում, մի խոսք տվեք, երբ որ բարկացած եք լինում, մի վիրավորեք։ Սերը չար բան չի մտածում։ Սերը չար բան չի մտածում։ Վերջին կարծեմ, լոգիզոմայ բայնը այստեղ օգտագործած մտածել։ Սա հաշվապահական տերմին է, որը նշանակում է հաշվել։ Բիզնեսում նման պրակտիկան անհրաժեշտ է, բայց անձնական հարցում այն ոչ միայն ավելորդ է, այլ նաև վնասակար։ Դժգոհությունների, վիրավորանքների մասին մտածելը դժբախտության ճանապարհ է, թե մեր սեփական, թե այն մարդու վիրավորանքները, ում դժգոհությունները հաշվում ենք։ Այս հաշվելը գիտեք որն է, որ նստում, մտածում, վերլուծում ես, տաքանում ես։ Նույն հուներեն բառը հաճախ օգտագործվում է նոր կտակարանում նկարագրելու Աստծո ներումը, որը տրվում է նրանց, ովքեր վստահում են Հիսուս Քրիստոսին։ Երջանիկ է այն մարդը, որին Տերը մեղք չի վերագրում, Հռոմեացիս 4:8։ Աստված Քրիստոսով հաշտեցնում է աշխարհը իր հետ, նրանց հանցանքները չհաշվելով նրանց։ Եկեք կարդանք, չնայած արդեն ասացի, 2 Կորինթացիս 5:19։ Քանի որ Քրիստոսը իր արյունով լվաց մեր մեղքերը, դրա մասին այլևս գրառում անգամ չկա։ Պատկերացնում եք, մեղքը ծածկվում է, այն բարեփոխվում է։ Գործք Առաքելոց 3:19 համար։ Գործք Առաքելոց 3:19 այսպես է ասում։ Արդ ապաշխարեք ու դարձի եկեք, ինչի համար, որտեղ դրանից առաջ արդեն ասում է, որ Աստված մեր մեղքերը ներում է չհիշելու պայմանով։ Աստծո ուրեմն երկնային գրառման մեջ փրկագնվածների անուններից հետո գրված միակ բանը արդար բառն է։ Քանի որ Քրիստոսում մենք արդար ենք համարվում։ Քրիստոսի արդարությունը գրանցվում է մեր պատմության մեջ, այլ գրառություն գոյություն չունի երկնքում։ Այս մարդիկ արդար են եւ վերջ, այսպես է։ Այսինքն Աստված էլ մեր չար գործերի մասին չի մտածում, ինչպես տեքստն է ասում, սերը չար բան չի մտածում, այլ հիշեցնելու կամ մեր առջև դնելու համար, այդպիսի բաներ չի մտածում։ Սերը նույնպես հիշողություն չի պահում իր նկատմամբ կատարած չարագործությունների մասին։ Այն չի գրանցում ոչ մի չար արարք, որը հետագայում կհիշեցնի։ Սերը ներում է։ Դժգոհությունը միշտ հիշողություններ է պահում իր մեջ, որոնք միշտ հիշում, վերլուծում եւ կրքերը տաքացնելով հույս է ունենում, որ մի օր հնարավորություն կունենա հաշիվները մաքրելու։ Ահա այսպես է, որ սերը չար բան չի մտածում։ Այս մտածողությունը տանում է հենց այս նպատակին։ Բայց սերը չի մտածում այդ մասին, քանի որ տեղ չունի դժգոհության կամ չարության համար։ Հովհաննես Ոսկեբերանը նկատել է, որ սիրո նկատմամբ չարիքը նման է ծովը ընկնող կայծակի, այն մարում է միանգամից։ Սերը մարում է չարիքը, մարում է դժգոհությունները դրանք հաշվելու փոխարեն։ Այն վատ հիշողություն չի առաջացնում։ Եթե Աստված անընդհատ եւ ամբողջությամբ ջնջում է մեր բազմաթիվ մեղքերը Քրիստոսով, ապա որքան ավելին մենք պետք է ներենք եւ մոռանանք մեզ վրա կատարած շատ ավելի փոքր մեղքերը Քրիստոսով։ Եփեսացիների նամակում Պողոս առաքյալը այսպես է ասում, Եփեսացիների 4:32. Միմյանց հետ քաղցր եղեք, գթած միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։ Լոգիզոմայ մտածել այս հաշվապահական տերմին է, որը նշանակում է հաշվել։ Բիզնեսում նման պրակտիկան անհրաժեշտ է, բայց անձնական հարցերում
այն ոչ միայն ավելորդ է, այլև վնասակար է։ Լավ, այս մեկը ավելորդ էր, արդեն հետ էր գնացել։ Եկեք նայենք գործնական քայլերին, 9 գործնական քայլեր եւ ավարտենք։ Առաջին, համբերատար եղեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր վիրավորում եւ անգամ հունից ուզում են ձեզ հանել։ Զսպեք ձեր զգացմունքները եւ մի բորբոքվեք, որովհետեւ կրքերին տրվելով կմեղանչեք ինչպես ձեզ համբերությունից հանող դիմացին անձը, ոնց որ նա է, հա, փորձում։ Համբերատար եղեք մարդկանց նկատմամբ այնպես, ինչպես Տերն է համբերում մեզ ամեն օր։ Երկրորդ, սերը բարի է, եկեք աշխարհի պես քաղցր կենաց ասողներ չլինենք։ Միայն մաղթանքներ հնչեցնող, այլ գործնական կյանքում օգնենք, որ մարդիկ հասնեն այդ բարիին, ոչ թե միայն աշխարհի պես բարի բաներ կամենանք, այլ նաև օգնենք, որ մարդիկ հասնեն դրանք։ Ակտիվ եղեք բարության մեջ, եւ ձեր վարձքը մեծ կլինի երկնքում։ Հիշեք Տիրոջ արած անչափ մեծ ու անհաշվելի բարությունները մեր նկատմամբ ամեն օր եւ վարվեք նրա պես։ Երրորդ, սերը չի նախանձում։ Հիշեք, նախանձը ոչնչացնում է մարդու ներսից, քաղցկեղի պես է դա։ Նախանձը փչացնելու եւ հարաբերությունները մարդկանց հետ այսպես պառակտելու հատկություն ունի եւ չի թողնելու, որ հոգու պտուղը ձեր մեջ աճի։ Վարվեք ինչպես Քրիստոսը եւ կատարեք նրա պատվիրանները։ Ուրիշի ունեցվածքի վրա աչք մի դիր եւ ուրիշի վատը մի ցանկացիր, ինչպես մեր Տերը չցանկացավ ոչ մեկի վատը։ Չորրորդ, սերը չի գոռոզանում։ Ինչքան քո աչքին է գոռոզությունը տհաճ երևույթ, երբ տեսնում ես ուրիշին, նույնքան տհաճ է եւ նկատելի, երբ դու գոռոզանաս։ Չլինեք Կորինթոսի նման ցուցադրական, լինեք պարծենալով մեր կարողություններով, հա։ Գոռոզությունը քեզ չի թողնի սիրես եւ վայելես ագապե սիրո հաճույքը։ Տես Տիրոջը, ով ուներ անսահման կարողություն եւ հնարավորություն, բայց իր ագապե սերը հետեւյալն էր, հա։ Եղեք խոնար, ինչպես ես եմ հեզ եւ սրտով խոնար։ Հինգերորդ, սերը չի հպարտանում։ Երբեք չհպարտանանք մեր գիտելիքներով։ Հպարտության չարիքներից մեկն այն է, որ չի թողնում քեզ տեսնել քո սեփական մեղքը։ Սատանան հպարտությունով լցվեց եւ չհասկացավ, որ մեղք է գործում Բարձրյալի դեմ։ Հպարտությունը կուրացնում է մարդու ներքնաշխարհը եւ բարձրացնում է սեփական տկար եսը։ Նայեք Տիրոջը, ով երբեք չհպարտացավ, այլ իր անձը ունայնացրեց եւ սիրով ծառայեց ժողովրդին։ 6. Սերը անվայել վարմունք չի ունենում։ Երբեք մարդկանց հանդեպ անտարբեր մի եղեք։ Սա արհամարանք է, որից էլ ծնվում է անհարգալից վերաբերմունքները, անուշադրությունը, որն էլ պատճառ է դառնում, որ մարդիկ Քրիստոսից հեռանան, քան մոտիկանան։ Մեր լավ վերաբերմունքը անգամ մեզ նեղացնող մարդկանց գլխին սև ամպեր կկուտակի, երբ տեսնեն իրենց հանդեպ մեր սիրալիր վերաբերմունքը։ Նրանց հաստատ կհետաքրքրի մեր առաջնորդի ուսմունքը։ Հիշեք, թե ինչպես էր Տերը վարվում անհավատ եւ մեղավոր մարդկանց հետ։ Նա ցույց տվեց վերաբերմունքով շատերին, գրավեց եւ մինչև օրս գրավում է իր սիրով։ 7. Սեր իրենը չի փնտրում։ Իր շահը փնտրող մարդկանց չափազանց եսասեր են, հա։ Իսկ եսասիրությունը թույլ չի տալու տեսնել քո սխալը եւ դիմացինի ճիշտը։ Եսասիրությունը միշտ սխալ որոշումներ է կայացնում յուրաքանչյուր հարաբերության մեջ։ Եսասեր մարդուն դուր չի գա Տիրոջ հանդիմանությունները, բայց դուք վարվեք ինչպես մեր Տերը, ով իր շահի հետևից չէր քայլում տարիներով, այլ մարդկանց շահի համար,
անգամ խաչի վրա իր շահը չէր փնտրում, այլ այն ավազակի, ով խաչված էր իր կողքին։ Նա նաև նրանց շահը, ովքեր խաչեցին իրեն, ասում էր. «Հայր, ներիր նրանց, քանի որ չեն հասկանում, թե ինչ են անում»։ 8. Սերը հեշտությամբ չի գրգռվում, չի բարկանում։ Մարդկանց հետ ձեր շփման մեջ, աշխատանքի վայրում կլինի, ընտանիքում, թե տարբեր տեղերում, մարդիկ կլինեն, ովքեր կփորձեն ձեզ հունից հանել, կամ այլ իրավիճակներ, բայց դուք պետք է աշխատեք ձեր վրա, որ չտրվեք սադրանքին և հեշտությամբ բարկանաք։ Փորձեք կանխել ձեր իսկ զգացմունքները։ Հեշտությամբ գրգռվող մարդու հիմնական խնդիրը չափազանց եսասիրությունն է, ով շտապում է ինքնապաշտպանվել։ Կրկին նայեք Տիրոջը, թե ինչպես էր վարվում, երբ իրեն վիրավորում էին ամեն քայլափոխին։ Տեսեք, թե ինչպես վարվեց իրեն ձերբակալող զինվորի հետ, երբ Պետրոսը կտրեց դրա ականջը, դա սիրո հետևանք էր։ Եվ 9. Սերը չար բան չի մտածում։ Գիտեք, սա հաճախ հանդիպող խնդիր է, երբ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ ես ունեցել կամ երբ սկսում ես հիշել և վերլուծել, Վերլուծության մեջ մարդը հակված է տեսնելու միայն դիմացինի սխալը։ Վատ հիշողությունները միշտ ճնշում կգործադրեն քո մտքին, որից ատելությամբ կլցվես կրկին։ Անգամ փոքր խնդիրները քո մեջ կմեծացնես, որն էլ կավարտվի մեղքով։ Կրկին ու կրկին նայենք մեր հավատքի առաջնորդին և տեսնենք, թե ինչպես է նա ներում առանց հիշելու պայմանով։ Պատկերացնում եք, եթե նա հիշի մեր մեղքերը, եթե հիշի, աշխարհի պես կդատվենք։ Լցվեք նրա սիրով, սիրեք մարդկանց առանց շահի, վայելեք աստվածային ագապե սերը ձեր ամբողջ գործերով, մտքով և սրտով, փոխանցեք աստվածային սերը ձեր շփումների մեջ։ Եղեք հոգատար միմյանց հանդեպ։ Սիրեք ու կրկին սիրեք իրար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Եկեք աղոթք անենք ու ավարտենք, ժողովուրդ ջան։